Չէ դու ասա։ Այս մեկն է դու ասա, ես սաղ վարի եմ տվել։ Ոչ, չեմ։ Մարիամ, մենք ունենք ճիշտ պատասխան։ Ահա, դե որ դեպքեր եղել, որ մամայից տնից հանել եմ ու դուռը փակել եմ։ Ինչ է գենետիկորեն փոխանցվել։ Տաղանդը։ Միշել իսկ համեստություն չի փոխանցվել։ Ես շատ անկոն խոտեսելի եմ։ Ինչ լավ։ Գիտնականներն ապացուցել են, որ ծիծաղը նպաստում է երջանկության հորմոնի, էնդորֆինի առաջացմանը։ Ես շատ վստահ եմ, որ այսօր էնդորֆինաշատ օրենք ունենալու ողջույն Monk 3-ի YouTube-յան ալիքով խելքից դուրս խաղնեմ։ Մեր այսօրվա մասնակիցներն են Անին, Միշելը, Լիլիթը և Ագնեսը։ Ես միանգամից առաջարկում եմ, որ դուք ձեր թիմերի համար ընտրեք անուններ։ Ահա։ Մեր թիմի անունն է Տարեխ։ Music hall։ Ով գիտի, նա գիտի։ Ինչի Ես մասին է գիտեմ, խոսքը։ այո, Տարեղ Music Hall, էլի բարդ անուններ են ընտրում, իսկ դուք մենք կլինենք Տիմոնն ու Պումբան։ Իսկ մենք հիմա կծանոթանանք խաղի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցները պետք է գուշակեն բրիտանացի գիտնականների տարօրինակ հայտնագործությունները։ Յուրաքանչյուր հարցի համար տրվելու է 4 տարբերակ։ Եթե թիմը միանգամից է գուշակում պատասխանը, ստանում է 3 միավոր։ Եթե սխալ, մյուս թիմն է հնարավորություն ստանում պատասխանել նույն հարցին և ճիշտ պատասխանի դեպքում ստանում է 2 միավոր։ Եթե նրանք էլ են սխալվում, կրկին հակառակորդ թիմն է պատասխանում և գուշակելու դեպքում ստանում է 1 միավոր։ Պատասխանելու համար թիմերը կունենան 30 վայրկյան։ Մենք սկսում ենք առաջին փուլը, բայց մինչ առաջին փուլին անցնելը դուք պետք է չինգաչունգ անեք, որ հասկանանք, թե որ թիմն է առաջինը սկսում։ Ագնես, Միշել։ Առաջի անգամ ես ու Ագնեսը տարբեր թիմերում ենք։ Գնացինք։ Ուրեմն հետաքրքիր է։ Ասի քան արա։ Չէ։ Առաջին փուլի առաջին հարցը ուշադիր։ Լոնդոնի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Սայմոն Բլեքբերնը գործի դնելով մաթեմատիկայի և երկրաչափության իր գիտելիքները ապացուցել է, թե ինչպես կարելի է անել բոլորի համար չափազանց կարևոր այդ գործողությունը։ Իսկ որ գործողությունը։ Առաջին տարբերակ. ինչպես առավոտյան ճիշտ ժամանակին արթնանալ, երկրորդ տարբերակ. ինչպես կայանել այնտեղ, որտեղ դա անհնար է թվում, և երրորդ տարբերակ. ինչպես ծախսել աշխատավարձը, որ դրա կեսն անպայման մինչև ամսվա վերջ մնա, և չորրորդ տարբերակ. ինչպես նվերներ ընտրել ծննդյան օրվա համար։ Դուք ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Իսկ դուք չմոռանաք մեկնաբանության դաշտում գրել ձեր տարբերակները, մինչ մեր մասնակիցները կգուշակեն ճիշտ պատասխանը։ Քննարկեք։ Հո, իհարկե, դուք ևս հնարավորություն եք ունենալ պատասխան։ Այ կոն չէ։ Մաթեմատիկայի երկրաչափություն, այսինքն պետք է ինչ-որ չափումներ լինեն։ Միայն թվեցեք իրար մեջ ինչեր են խոսում։ Ժամանակը սպառված է պատասխան։ Չէ դու ասա, որ Չէ դու։ Չէ դու։ Ինչպես առավոտյան ճիշտ ժամանակին արթնանալ։ Չէ, ինչպես ծախսել աշխատավարձը, որ դրա կեսն անպայման մինչև ամսվա վերջ մնա։ Վերջնական պատասխանն է։ Հա, այդ։ Ահա, այդ։ Որը։ Աշխատավարձը։ Ինչպես աշխատավարձը ճիշտ։ Կայանելն ալիները վերջում։ Պատասխանը սխալ է։ Ո՞րն է։ Դուք ունեք ևս ոնց որն է միով իրանք են Ան, ասում ենք ճիշտ պատասխանը։ Դուք եթե ճիշտ պատասխան եք այս հարցին, ստանաք 2 միավոր։ Որն ենք ուզում։ Երևի ժամանակին արթնանալը։ Էլ ինչ մնաց տակ։ Ինչպես նվերներ ընտրել ծննդյան օրվա համար։ Տարբերակ 4-ը։ Ընդունեմ, Միշել։ Ընդունենք, չէ։ Երեք հատն եմ կար։ Ընդունեմ, պատասխանը սխալ է։ Ինձ թվաց այն հարցը, որ ասենք, դուք ունեք ևս մեկ հնարավորություն պատասխանելու։ Եթե ճիշտ պատասխանը կստանաք 1 միավոր։ Ոչի։ Դու դժվար ես
ծննդյան նվերներ ընտրում։ Չէ, շատ ես ուրիշ կողմից եմ նայում խաղ։ Ահա, ես ուզում եմ լսել։ Խաղին, որ մենք ընտրենք ամենաակնհայտ ոչ այդ պատասխանը, բայց փաստորեն դա արդեն փոխվել է, այդպես չի աշխատում։ Առաջին հարցը Շատ։ Բանա փոխվել։ Այո։ Չէ, իրականում ոչինչ չի փոխվել։ Okay։ Ուղղակի հարցերը շատ անկանխատեսելի են, պատասխանները շատ անկանխատեսելի են։ Ժամանակը սպառված է։ Պատասխան։ Սխալ եղավ քթերից բերել։ հաստատ։ Ինչպես առավոտյան ճիշտ ժամանակին արթնանալ։ Տարբերակ առաջին։ Էդ էլ սխալ։ 3 սխալ։ Մնաց մեզ, չէ, բանն է, շորորդ, երկրորդն է։ Ճիշտ պատասխանն էր ինչպես կայանել այնտեղ, որտեղ դա անհնար է թվում։ Բայց այս միտքը կար հիշում ես։ Չէ։ Դու ասեցիր, որ երկրաչափական է, ուրեմն Բերնի խոսքով ինքը ցանկացել է մարդկանց ապացուցել, թե ինչպես կարող է մաթեմատիկայի իմացությունն օգնել կյանքում։ Բա, Միշել։ Բայց դες նոր հարց։ Մենք բերենք Հայաստան։ Մենք բերենք Հայաստան։ Դերիցս շատ ուրախանում եմ։ Ուշադիր։ Լոնդոնի Մարիա Թագուհու համալսարանի բրիտանացի գիտնականների հետազոտության համաձայն ում կամ ինչը գտնելուն կարող են օգնել իշամեղուները։ Առաջին տարբերակ՝ հարբած ամուսնուն, երկրորդ տարբերակ սերիական մարդասպաններին, երրորդ տարբերակ հեռակառավարման վահանակը եւ չորրորդ տարբերակ կորած կատուներին ունեք 30 վայրկյան քննարկելով։ Իշամեղու խայթոց։ Բարև։ Կորած կատուները ինչ են կարա։ Իսկ դուք ի՞նչն եք հաճախ կորցնում։ Դուք մի տանն եք ապրում։ Այո, ես գիտեի։ Ես հարբած ամուսնուն եմ հագված։ Հա, որտեղ երևի ալկոհոլի հետ կապված ինչ-որ բան կրել, մենք պատրաստ ենք։ Ահա, շատ լավ Միշել։ Слушаю։ Հարբած ամուսնուն ենթադրում ենք, որ իշամեղուները ունեն շատ լավ հոտառություն, որ քանի որ իրանք ծաղիկների առաջի տարբերակը։ Եվ կայում եք շներին ու իշամեղուներին չեք տարբերում։ Մտածում ենք նույն սխեմայով։ Պատասխանը սխալ է։ Ինչ լավ է։ Դուք ունեք եւս 30 վայրկյան մտածելու քննարկելու համար։ Միշել, դու ի՞նչն ես ամենաշատը կորցնում։ Շատ կազմակերպված անձնավորություն եմ ես ոչինչ չեմ կորցնում։ Հեռախոսս։ Հեռախոսը։ Անինց ժամանակ շատ է սկորել։ Ես նորմալ։ Ես գիտեմ, որ դեպքեր ա եղել, որ մամայից տնից հանել եմ ու դուռը փակել եմ։ Դե իրանք են կորել։ Հիմա որն էր այդ երեքից։ Սիմոն եւ Պումբա ժամանակը սպառված է պատասխան։ Բայց ես կատու չունեմ որ կորց։ Պատասխան։ Լիրիթը պատրաստ է։ Ես հեռակառավարման վահանակը։ Շուտես կորցնում հեռակառավար։ Մենք տենց են գտնում։ Ուղղակի TV չունենք։ Հասկացա։ Պատասխանը սխալ է։ Ոյ։ Դուք ունեք եւս մեկ շանս ճիշտ պատասխանի։ Անվուրը կորած կատուներ թե սերիական մարդասպաններ։ Ցենց ասեմ, ուղղակի պետքա ընտրենք։ Այս մեկն է դու ասա, ես սաղ վարի եմ տվել։ Լավ, այս մեկն է ես վարի տամ։ Դավայ։ Կորած կատուներ։ Հա, օքեյ։ Չէ, ասա, դու ասա, ես չասա։ Հո, սերիական մարդասպանին ամենակիչն եմ հակված, եկեք։ Բայց նայ, չի, մի վայրկյան, տես համալսարանի Մարիա Թագուհու։ Մարիա Թագուհու համալսարան իրանք։ Չէ, դուք իրանք ինչ-որ հաստատ կարևոր բան են իրանք փորձել հասկանան ոնց կարան գտնեն, երևի սերիական Ժամանակը կատուների։ լսում եմ ձեր պատասխանը։ Թվա կորած կատուներ։ Կորած կատուն։ Հա, զրո սկզբունք կա թե ոնց են Կրկին 3 սխալ պատասխան սերիական մարդասպաններին։ Հիմա եք ընտրում որ նա ճիշտ ու սխալ։ Իրենք իսկ մտած ընտրում, որը որ մենք ընտրում ենք սխալը։ Ապրես։ Դենց են այդ գիտնականները անցկացնում են։ Մարիան տենց է։ Գիտնականների կարծիքով իշամեղուների շարժման ալգորիթմը, երբ նրանք նեկտար են փնտրում, կօգնի իրենց հանցագործների որոնման հարցում։ Նրանց հետազոտության համաձայն սերիական մարդասպանների եւ իշամեղուների գործողությունները շատ նման են։ Երկուսն էլ երբեք իրենց բնակության հարևանությամբ սնունդ կամ զոհ չեն փնտրում։ Վաու։ Այո։ Երրորդ հարց։ Այ, հաղթեցինք, հա։ Կարևորը ոչ մեկս չունենք միավոր դեռ։ Իրանք չունեն։ 4-րդ փուլ նույն ձև գնում է։ Գիշերվա 1-ն է, մենք հələ 0-0։ Երրորդ հարց։
Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն, որ գրական հերոսը պետք է վաղուց մահացած լիներ լյարդի ցիրոզից։ Առաջին տարբերակ Կարլսոնը, երկրորդ տարբերակ Ջեյմս Բոնդը, երրորդ տարբերակ Մատնաչափիկը եւ չորրորդ տարբերակ Մոխրոտիկը ունեք 30 վայրկյան մտածել։ Ով էր խմում։ Ով էր խմում։ Լյարդի ցիրոզ։ Թե կորլսնի։ Իսկ դուք ֆիլմեր դիտում եք, չեմ թողնում քննարկեք դուք։ Ֆիլմեր դիտում եք։ Երբեք չեմ դիտել ոչ մի Չեմ ֆիլմ։ հավատում։ Բայց ունես սիրելի մուլտֆիլմ։ Այո։ Իսկ դու Չես հարցնում որ հարցնում եմ հետաքրքիր։ Վարդագույն հովազը։ Վարդագույն հավասար քանի։ Շրեք Դեր ժամանակը սպառվել է։ Պատասխան, անի պատասխան եմ սպասում։ Մենք ֆիլմի սիրելի։ բան Մադագասկարը։ Հասկացա, ձեր պատասխանն է։ Տարբերակ չոր Եվ ոչ մի ես ուղղակի Չնայած գեղեցկուհին։ Ինչ պետք է ասենք։ ճիշտ պատասխան դուք եք։ Ոչ Մադագասկար։ Ես դրանից հարցնում եմ, ուղղակի ո՞րն է սիրելի մուլտֆիլմ։ Իսկ ռենդոմ բառեր ենք ասում։ Ինչքան մուլտֆիլմ կա ասում ենք։ Պատասխան Կարլսոնը։ Կարլսոնը։ Հա։ Հայացքից պարսափորը Ես շատ անկոն խոտեսելի եմ։ Հնլած համար։ Պատասխանը սխալ է։ Ոյ 30 վայրկյան քննարկելու համար։ Հիմա ձեր սիրելի մուլտֆիլմը կամ ֆիլմը ասեք։ Մուլան երեք։ Մուլան։ Ես չեմ նայել։ Ես տեսնում եմ, որ դուք շատ եք ընկերներով գնում ֆիլմեր դիտելու։ Ես ակտիվ եմ։ Դուք չեք գնում օրինակ։ Գնում եք։ Շատ նախանձում։ Դուք շատ եք ընկերներով։ Դուք շատ եք։ Նիվերկեն լյարդի Ցերոզ։ Նախցենք հաշվի ինչա սկսենք կտեղել։ Լյարդի անիջան հիվանդություն։ Բարև ես Ջեյմս Բոնդը։ Պատասխանը ժամանակը սպառվել է։ Ջեյմս Բոնդը 007 գործակալ։ Դիտել ես։ Ցերոզը խմել։ Այո։ Հաշիվը բացված է 2-0։ Ջեյմս Բոնդը։ Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն Յան Ֆլեմինգի գրքի հերոսը Բոնդը շաբաթական միջինում 6 շիշ օղի է խմում, երբեմն նաև ավելի շատ, ինչի հետևանքով նա արդեն վաղուց համապատասխան հիվանդությունից պետք է ունենա։ Պիտի որ մահացած լինի։ Ես նվեր ունեմ։ Հիշում եք, այո։ Մենք նվեր Չեք ունենք։ հիշում։ Մենք նվեր ունենք։ Այո, դուք ճիշտ պատասխանեցիք։ Բոնդի նկարն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Անցնում ենք 4-րդ հարցին։ Ուշադիր։ Ուշադիր։ Հա։ Էդինբուրգի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն ինչն է գենետիկորեն փոխանցվում ժառանգների։ Առաջին տարբերակ՝ երկար քնելու հակումը, երկրորդ տարբերակ՝ տաղանդը, երրորդ տարբերակ՝ երջանկությունը եւ չորրորդ տարբերակ՝ կասկածամտությունը։ Ձերով են երկար քնել։ Այս հիմա պատասխանը կիմանանք։ Հա։ Չգիտեմ ինչ։ Այնքան լավ ընկերներ իմանալ մամաս պապաս երբ են զարթնում։ Իմ հաջորդ հարցը դա էր։ Ինչա փոխանցվել ձեր ծնողների։ Կասկածամտություն։ Տաղան։ Հա, չեմ պատասխանում իրենք քննարկում են, իրենք արդեն մտածում են, որ սխալ են պատասխանելու։ Իսկ մինչ նրանք կպատասխանեն, մեկնաբանություն բաժնում, կարդալու եմ ձեր տարբերակները։ Ժամանակը սպառված է։ Ակնհայտ պատասխանն է։ Պատասխան Տաղանդը։ տարբերակ երկրորդ։ Այո։ Ասստող Ոչ։ Դուք ունեք հնարավորություն պատասխանելու համար։ 30 վայրկյան։ Հեսա կտենած երջանկությունն ալներ։ Եթե տենց որ մենք չի աշխատում այդ մեթոդը։ Որ տնեցիկ են ամենանեղ ժամանակ երջանիկ ուրախ, մենք փոքր բանից հոգեբանի մոտ նստած։ Ես 3 տարի հոգեբանի մոտ։ Մենք էր ոչ թե մեր նկարը ստացեցինք։ Հարցը քննարկում եք։ Չէ, հումորներ եք։ Այո, իհարկե։ Մենք ասում ենք, որ ոչինչ չենք հասկանում։ Մենք մտածում ենք երջանկությունը, չկար մնացած են երկուսը կարը։ Լսում եմ պատասխանը։ Երկար քնելու հակումը։ Ձերոնք երկար են քնում փաստորեն։ Հեսա կիմանանք։ Պատասխանը սխալ է։ Դուք ունեք եւս մեկ հնարավորություն պատասխանելու, կստանաք 1 միավոր, եթե պատասխանեք։ Եթե երջանկությունը լինի, կասկածամտություն գեներով։ Հա,
Որը Կասկածամտությունը։ տարբերակ 4-րդը Այո, կասկածամտություն։ Իսկ օրինակ ձեզ ինչ է գենետիկորեն փոխանցվել։ Տաղանդը։ Տաղանդը, քեզան։ Կասկածամտություն։ Կասկած։ Միշել իսկ համեստություն չի փոխանցվել։ Լիքը։ Լիքը։ Պատասխանը 4-րդ տարբերակ։ Կասկածամտություն։ Պատասխանը սխալ է։ Պատասխանը երջանկությունը։ Բայց դա շատ է, մի փոքր է հակասական։ Այդտեղ երջանկության նկար այդ Ես ասում եմ բոլոր հարցերը ընթացքում արին։ Ընթացքում է որ։ Հաշիվ այս պահին 2-0։ Մենք անցում ենք կատարում երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն տարօրինակ հայտնագործությունները, որոնց համար տարբեր երկրների գիտնականներ, գրողներ, քաղաքական գործիչներ Շնոբելյան մրցանակի են արժանացել։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ Արդեն 30 տարուց ավելի Նոբելյան մրցանակին զուգահեռ շնորհվում է դրա հակամրցանակը՝ Շնոբելյան մրցանակը, որը շնորհվում է տարբեր բնագավառներում սրամիտ տարօրինակ հայտնագործությունների համար։ Մենք այս պահին խաղը շարունակում ենք պարտվող թիմի հետ։ Առաջին հարց։ Միշ։ Առաջին հարց։ Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի գիտնականները կենսաբանության բնագավառում Շնոբելյան մրցանակի են արժանացել, քանի որ ուսումնասիրել են այդպիսի վիճակում գտնվող 131 տեսակ գորտերի հոտը։ Իսկ ինչ վիճակում։ Առաջին տարբերակ՝ սոված վիճակում, երկրորդ տարբերակ՝ սթրեսային վիճակում, երրորդ տարբերակ՝ հիասթափված վիճակում եւ չորրորդ տարբերակ՝ սիրահարված վիճակում։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Վայ, բա։ Սովատը չի հասնում։ Ես։ Խի գորտը սոված չի լինում։ Ան հոտ երբ հագա։ Դուք մեկնաբանության դաշտում չմոռանաք գրել ձեր տարբերակները։ Ում դե բերանի հոտ կարող գա։ Հիասթափվա։ Դες ուղղակի միշտ ակնհայտները։ Ես ուղղակի միշտ հիասթափված գորտերի եմ տեսել։ Երեխեք, ես հիասթափված գորտի հոտ առել եմ, ինքս ինձ նիպրիատրի Սթրեսային վիճակում կարա ինչ-որ բան պատահի։ Ժամանակը սպառված է պատասխան։ բոլորի վիճակը։ Տիմոն եւ Պումբա Թիմոնի պատասխան։ Սթրեսային վիճակ։ Տարբերակ երկրորդ։ Այո։ Սխալ է։ Հո, Հաստատ։ Երեխեք, մենք ախրես սովորել էինք։ պատասխանը ճիշտ էր։ 3-2 հաշիվը։ Սթրեսի մեջ գտնվող գորտերից հոտ քաշելու համար ընտրվել են կամավոր ուսանողներ, որոնք էլ գնահատել են այդ հոտերի փոփոխությունը։ Կարդում եմ երկրորդ հարցը։ Claire Rinde, Peter Simmons-ը խաղաղության բնագավառում Շնոբելյան մրցանակի են արժանացել, քանի որ ուսումնասիրել են միջատների ուղեղի ակտիվությունը այդ ֆիլմի դիտման ժամանակ։ Իսկ որ ֆիլմի։ Առաջին տարբերակ՝ Աստղային պատերազմներ, երկրորդ տարբերակ՝ Terminator 2, երրորդ տարբերակ՝ Titanic եւ չորրորդ տարբերակ՝ Գահերի խաղը։ Ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Խաղաղության բնակ։ Խաղաղության բնագավառում։ Բնագավառում շնորհաբան խաղաղության մրցանակի Ապա դուք ավելի հեշտ եք պատկերացնում ուղեղի ակտիվությունը այդ ֆիլմի դիտման ժամանակ։ Ակտիվ են եղել։ Ակտիվությունն են, աստղային պատերազմը դա ԽԺԲԺ-ը, Տիտանիկը չի։ Տերմինատորը, այսինքն ավելի հանգիստ ԽԺԲԺ-ը, Դուք դիտել եք Գահերի խաղը, Աստղային պատերազմից օրինակ մի հատ եմ տեսել։ Բայց որպես միջակ չեմ կարող պատասխանել։ Լավ, ինչ պատասխան։ Հաստատ ասելու եք ոչ այս պատասխանին, որտեվ շատ ակնհայտ է, չգիտեմ ինչի վրա հիմնվելով աստղային պատերազմներ, որտեվ այնտեղ շատ sense խառն է ամեն ինչ։ Մրջունները երևի Ընդունեմ դա որպես ճիշտ պատասխան։ այո։ Ճիշտ էր պատասխան։ Հաշիվը 5-3։ Իսկ սիրում եք ֆանտաստիկան։ Նայած ինչ, աստղային պատերազմները չէ։ Իսկ այդ 4 ֆիլմերից որն եք դիտել ու ամենաշատը որն եք սիրում։ Խորներ մոռացա։ Գահերի Տիտանիկը, խաղը, Տիտանիկ, Գահերի խաղը չեմ նայել, աստղային պատերազմները նայել եմ, չեմ սիրում, Տիտանիկը սիրում եմ, չէ։ հետաքրքիր է։ Ես չեմ մի սերը եմ։ Մեկ էլ Տերմինատորն եմ նայել, լավն է։ Հասկացա։ Երրորդ հարց։ 2005 թվականին տնտեսագիտության բնագավառում Շնոբելյան մրցանակի էր արժանացել Գաուրի Նանդան, այդպիսի զարթուցիչ ստեղծելու համար։ Առաջին տարբերակ՝ փախչող, երկրորդ տարբերակ՝ լացող, երրորդ տարբերակ՝ հայհոյող եւ չորրորդ տարբերակ՝ երեխայի ձայնով։ 30 վայրկյան քննարկելու համար։
որը չկարենաս։ Հիշի տնտեսագիտության բնագավառ։ Պես փոխնիչ, այլ 2005 թվական։ 2005 Անպայման։ Okay։ Կարդենանը այդպիսի զարթություն, փախչող, ուր փախչել իմաց չկա։ Լացո, կարալի, չէ, բայց շատ սես։ Իսկ դուք ընդհանրապես հեշտ եք արթնանում զարթուցից, չէ՞։ Ես Միշելը քնած չեմ մնում, բայց դժվար եմ արթնան։ Չէ, որ պետք է լինում, զարթնում եմ, բայց բար։ Օրինակ ես շատ լավ, լսում եմ պատասխանը ձեր։ Փախչող։ Փախչող։ Առաջին տարբերակ։ Այո, փախչող։ Ուր։ Այո, Ուր գնա։ Այդ իրան ձեր տալիս, որ իրանք չզարթնում։ իսկ դուք դժվար արթնացող։ Ես կուզեի, հա, փախչող ունենալ։ Հա, մեզ այդ կոկներ դրա համար էլ ենք անում։ մենք գտածիկ որը կուզում։ Պատասխանը ճիշտ է։ Հենց նոր որոշեցի բոլոր պատասխանները ճիշտ են։ 5-6։ Մելոդի։ Ի՞նչն են խնդիրը անցած փուլում։ Փուլերում գել։ Ան։ Մենք ունենք տանը Ըստ վիճակագրության, նույնիսկ զարթուցիչի զանգից հետո մարդկանց 40%-ը կամ անջատում է հեռախոսը կամ ընդհանրապես օրինակ չի արթնանում։ Իսկ Նանդան ստեղծել էր զարթուցիչ, որը երբ որ փորձում ես անջատել, նա փախչում է եւ շարունակում իր արթնացնելու գործընթացը։ Ո՞նց է այդ կատարվում էլի։ Եվ քանի որ դուք ճիշտ պատասխանեցիք, Զարթուցիչի նկարն է։ Հա, ապսես փախչող չի։ բայց ուզամ ձեր տանը կգտնի իր տեղը։ Ինձ թվաց պումբանա։ Ավելի մեծն է իրանց պետք։ Մենք էլ պետք է գանք։ Այսպես կանե շկաֆի պես։ Այս փուլի վերջին հարցը։ Ճապոնացի Յոսիրո Նակամացուն մի քանի հազար հայտնագործություն է արել։ Ճնշող մեծամասնությունը կամ գուցե բոլորը անիմաստ։ Սակայն Շնոբելյան մրցանակին նա արժանացել է իր լուսանկարների համար։ Իսկ ինչ է 34 տարի ամեն օր լուսանկարել Նակամացուն։ Առաջին տարբերակ իր ուտելիքը, երկրորդ տարբերակ իր կնոջը, երրորդ տարբերակ իր մաշկը եւ չորրորդ տարբերակ իր դաջվածքները։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Ունեք եթե պետք լիներ, ինչ որ մի բան ամեն օր նկարել, ինչը կնկարեիր։ Ուտելիքը։ Ես շոկ կողքին կնոջը։ Հա, բայց հիմա շատ տարածված բան, բայց ինչ կնկարեիր։ Ամեն օր։ Քեզ։ Դու ամեն օր քեզ հաստատ նկարում ես։ Երևի ուրեմն մաշկը։ Մաշկը։ Մենք պատրաստ ենք շատ լավ, ես արագ լսում եմ ձեր հասկացալ պատասխանը։ պատասխանը։ Իհարկե իր կնոջը։ Իր Նա կնոջը։ ցույց է տվել հանրությանը, թե ինչպես է երկիրը օր-օրի ծերանում։ Ռոմանտիկ էր պատասխանը։ Երոնի սխալն է։ Երանի սխալ է։ Այո, սխալ է պատասխանը։ Դուք ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Հաստատ իմ Իսկ ուտելիքն դուք ինչ եք ամեն օր նկարում, ֆիքսել եք այդ, թե չէ։ Ուտելիք Մի բան, որ ամեն օր նկարում եմ։ Մի բան նկարում եմ ամեն օր։ Ոչ, որ հստակ բան։ Ամենահեշտ պատասխան են մարդկանց, ովքեր որ Instagram-ում շատ ակտիվ են, դա ինձ եմ նկարում, ինձ եք Հա, նկարում։ այդ հա։ Հա, Իմ կնոջ։ Իմ կոչը։ Ագնեսն նույն պատասխանը տուր։ իմ դաջվածքն է։ Տասի վար։ Ես եթե կին ունենայի, ամեն օր իրանք կնկարեի։ 3, 2, 1 պատասխան։ Որն է ասել։ Մենք իրատուս եք է։ Օպա։ Թող Մարիամը ընտրի ու ընտրեց այդ պատասխանը կասենք։ Չէ։ Մենք չենք ասում, որն է պատասխանը։ Զուտ ով պատասխանի։ Ագնես պատասխաներ։ Դաջվածքները։ Չորրորդ տարբերակը։ Հո։ Պատասխանը սխալ է։ Ունեք մեկ միավորի հնարավորություն։ Մտածեք։ Ուտելիքը իր մաշկը։ Իր մաշկը։ Կարթամսեք։ Ուտելիքը իր մաշկը։ Իր ուտելիքը նկարել։ Մի րոպե, երբ 34 տարի նկարել է Ճապոնիա թվականներ կա։ Նամակացու։ Ուտելիք ընդ ինչը կնկարի մաշկ, ուտելիքը ինձ թվում է։ Լիլի դու լավ տեսողություն։ Թե մաշկը։ Պատասխան։ Անի, դու ես պատասխանում։ Միասին ենք որոշում։ Թիմ ենք։ Միշել այսօր չգիտես ինչու շատ լավ ինձ դեմ է։ Մարիամ։ Այո, Միշել։ Մաշկը։ Երրորդ տարբերակ իր մաշկը։ Իր մաշկը։
պատասխանը սխալ է։ Ամենասկզբից ասել եմ իր ուտելիքը։ Գոնե ճիշտ պատասխան եք այս հարցին։ Իմ ուղեղի համար։ Նամակացու 34 տարի նկարել էր իր ուտելիքը։ Իսկ ինչու՞։ Հիմա կասեմ։ 34 տարի ամեն օր Նակամացուն լուսանկարել է իր ուտելիքը, այնուհետև արյան անալիզ է հանձնել։ Ճապոնացին փորձում էր հասկանալ, թե որ ուտելիքներն են դրականորեն ազդում իր ուղեղի վրա։ Տարիների ուսումնասիրության արդյունքում նա նաև ստեղծել է ուղեղի դիետան։ Օ, պետք է։ Արչևում երրորդ փուլն է, ու մենք տեղափոխվելու ենք նոր մտքի գոտի։ Այս փուլից հետո պարզ կդառնա, թե ով է այս խաղի հաղթողը։ Երրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն ԱՄՆ տարբեր նահանգների ու քաղաքների, նաև աշխարհի տարբեր երկրների ամենատարօրինակ օրենքները։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում արգելված է զայրացնել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Չգիտեմ, մենք այսօր ում հասցրեցինք Միշել ջան զայրացնել, բայց խաղը շարունակում ենք եւ շարունակում ենք հաշվով քիչ թիմի հետ։ Ինչ պետք է իրենց հետ մշտապես ունենան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փենսակոլա քաղաքի բնակիչները։ Առաջին տարբերակ փրկողակ, երկրորդ տարբերակ ԱՄՆ սահմանադրությունը, երրորդ տարբերակ նվազագույնը $10 եւ չորրորդ տարբերակ Ադամի մածոկ 30 վայրկյան ունեք սիրելի տառեղ մյուզիկլ։ Ֆլորիդա, այնտեղ ջուր մուր է, այսինքն փրկողակ կարա լինի, բայց միշտ մոտ պահելը այդքան։ Ատամի մածուկ, որովհետև ջուրը օվկիանոսի կարող է լավ։ Կա բան, որ մշտապես ձեզ մոտ է։ Բացի հեռախոսից։ Ինձ մոտ է միշտ։ Սահմանադրությունը։ Հա։ Ատամի մածուկը ինչ որ անհասկանալի է։ Դե մաքր են անում։ Ժամանակը սպառված է պատասխան։ Հա, դավասը։ ԱՄՆ սահմանադրությունը, որպես պահանջկոտ նահանգ Ֆլորիդա։ Լավ, մենք փոխում ենք։ Իսկ ինչ ես քեզ մոտ միշտ պահում։ Կա բան, որ միշտ քեզ հետ է բացի հեռախոսից։ Բացի հեռախոսից միշտ ինձ հետ է Սահմանադրությունը։ իմ նպատակները։ Իմ նպատակ։ Չէ, ոչ ծամոն։ Ծամոն։ Դու Ականջակալերը։ Հա, ականջակալերինն է։ ԱՄՆ սահմանադրությունը։ Այո, փոքրիկ էսպես գրքույկի մեջ։ Պատասխանը սխալ է։ Դուք ունեք 30 վայրկյան այո ստացելու համար։ Լոգիկայի մեջ։ Եվ կստանաք 2 միավոր։ $10 Չեք մոռանում մեկնաբանության դաշտում գրել ձեր տարբերակները։ Մինչ մեր մասնակիցները փորձում են գուշակել, դուք արագ-արագ ձեր պատասխանները մեկնաբանության դաշտում գրեք։ Պետք է իրենց մոտ մշտապես ունենա, իրենց մոտ տանը, իրենց հետ։ Հա, առիթ։ Այս հետ կտանք մենակ ասավորն է։ Ժամանակը սպառված է պատասխան։ Փրկողակ։ Փրկողակ։ Ինչի։ Փրկողակ ինչի։ Ջրի պատճառով ինձ թվում է, այնտեղ կարող է շատ նաև տենց ցունամի բան լինի, հավանականությունը շատ է, որ մարդիկ պաշտպանված լինեն։ Պատասխանը սխալ է։ Ոյ։ Մարիամ, մենք ունենք ճիշտ Ահա պատասխան։ ես լսում եմ ձեր ճիշտ պատասխանը, Միշել։ Ատամի մածուկ, քանզի երևի այնտեղ ծորակներից հոսում է ոչ լավ Ֆիլտրված ջուր, հա, երբ։ ջուր, ատամի մածուկն է մեր ճիշտ պատասխանը։ Դրա համար համակրեն էլի։ $10 է ճիշտը։ Ճիշտ պատասխանը նվազագույնը $10։ Ես Այս խաղը գրեք, սա ճիշտ պատասխանները։ Ոչ մեկի չլսում։ Բավ։ Հաշիվ այս պայն 5-6։ Երկրորդ հարց։ Մեծ Բրիտանիայում օրենքով որտեղ է արգելված մահանալ։ Առաջին տարբերակ լոգարանում, երկրորդ տարբերակ պարլամենտում, երրորդ տարբերակ սիրուհու գրկում եւ չորրորդ տարբերակ եկեղեցում։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Մնացած Որ մենք չտեսնեն։ մնացած խիերը գիտեիր ես մեկը։ Գործեր քննարկեք, ես էլ Ուղղակի Չեմ ուզում ուզում եք, ես չեմ օգնի, Միշել։ Լոքալ չեմ դրանք չտեսել։ քննարկեցինք։ Լոգարանում գուցե չցանկանան տեսնել օրենքի մարմինները նրանց մերկ։ Պարլամենտում հավերյալ քաշքշուկ է Մարիամ։ Ժամանակը սպառված է։ Պատասխան։ Ժամանակը սպառված է։ Պատասխան։ Պարլամենտում։ Տարբերակ երկրորդ։ Այո։
Հաշիվը 5-9։ Պարլամենտում։ Այնտեղ օրենքով արգելված է մահանալ։ Հարց 3. Կոլորադոյի Լոգան Քաունթի քաղաքում երբ է արգելված համբուրել կնոջը։ Առաջին տարբերակ, երբ նա քնած է, երկրորդ տարբերակ, երբ նա խմած է, երրորդ տարբերակ, երբ նա մեքենա է վարում եւ չորրորդ տարբերակ, երբ նա շպարվում է 30 վայրկյան քննարկելու համար։ Երբ նա շպարվում են լիրիկա։ Հարցը համբուրել կնոջը։ Ինչ համբուրել կնոջը։ Տարօրինակ է։ Ով կարող է արգելել։ Ոնց ես դուկում այդ։ Ոնց ես դուկում։ Մեքենա է վարում երևի ցանկացած դեպքում արգելված։ Հա, դա շատ է։ Կողո հենց է դա։ Երբ նա խմած է, ինչ անենք։ Երբ նա քնած է, չէ։ Ժամանակը սպառված է, պատասխան։ Ասա։ Ինձ թվում է, երբ նա շպարվում է։ Տարբերակ 4-րդ։ Այո։ Երևի ինչ որ թունակ քիմիկատներ կան, որ նես չլինի։ Երբ 30 վայրկյան քննարկելու համար։ Էսի անգամ չէ դու մտածի, որտեղ ես չեմ։ Այնքան ակնհայտ որտեղ ինձ ցանկացած չի կարելի։ Այդ դեպքում այս հարցը ասենց անկապ։ Իսկ օրինակ Միշել, հարցս քեզ եմ ուղում։ Դու երբ կարգել էիր համբուրել կնոջը։ Երբ նա դա չի ուզում։ Դա չի։ Երբ դա նրանք, երբ նա Պետք չի։ Չէ։ Ժամանակը սպառված է, պատասխան։ Չէ դու ասա։ Ասա, գրեց, ասա։ Երբ նա խմած է։ Երբ նա խմած է։ Երկրորդ տարբերակն եք ընտրում։ Դուք արդեն մտածեք։ Պատասխանը սխալ էր։ Մենք մտածել ենք։ Ահա, տեսնում եմ։ Երբ նա մեքենա է վարում։ Երբ նա մեքենա է Ու մենք կարծում ենք Կոլորադոյի Լոգան Քաունթի քաղաքում այսօր սխալ պատասխանների ռեկորդ է։ Պատասխանը սխալ է։ Ճիշտ պատասխանն էր, երբ նա քնած է։ Այսինքն դեռ միշտ զարթացնում է, ասում են մի հատ պատճառ։ Ու դրանից հետո խստացրել են այդ օրենքը։ Ես չգիտեմ իրականում դա ինչպես են ստուգում, բայց օրենքը Կա։ գործում է, այո։ Չորրորդ հարց։ Ում հետ առևտուր անելու կամ նամակագրության համար է 10 տարի ազատազրկում սպառնում Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։ Առաջին տարբերակ Նոր Զելանդիայի բնակիչների, երկրորդ տարբերակ կենգուրուների, երրորդ տարբերակ ոստիկանների եւ չորրորդ տարբերակ ծովահենների։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Անգամ ոսմալոր չեկեք մտածենք ագնել։ Ծովահետների հետ կապված ես նամակագրություն Նամակագրություն ծովահենի որ շշի մեջ 10 վայրկյան մնաց։ Բայց նամակագրություն է։ Նամակագրություն։ Հենց դա նամակագրություն։ Գնաց։ Պատասխան ժամանակը սպառված է։ Ծովահենների։ Դե Ճիշտն է լինելու։ Չէ, սոյլի սխալն ես։ Ճիշտն է։ Ճիշտն է։ Հաշիվը 5-12։ Մի րոպե անի, կներես Մարիամ, ինչի։ Չէ, այդ նամակագրությունը ո՞րն է օրինակ։ Միշել արի այստեղ կանգնի։ Մենակ ո՞րն է նամակագրությունը։ Ես միանգամից հիշեցի Փիթեր Փել, պիրատներ, ու պիրատներն շատ sense վատ շողքի տակ տեսա ու տենց ինչ որ Ոնց է իրականացում նամակագրությունը ինձ միջև։ Ծովահենների միջև ոնց է եկել այդ մտքին։ Միշ այդքան դժվար չի ընդունել պարտությունը, կարաս։ Ես ընդունել եմ ավելի քան։ Ոնց է իրականացվում։ Անի, որտեղ Անին ասել է, ես էլ եմ մոռացել, ուզում եմ դուք էլ իմանաք։ Շշերի մեջ գրելով եւ ուղարկելով։ Դե հարցը նորմալ է։ Հարց չես տա։ Դրա համար Մարիամն ավարում։ Շնորհավորում եմ ձեզ։ Հիմա մեր մասնակիցներին կտանք իրենց մրցանակները։ Մերը լուցկի։ Այո, հաղթեցիք։ Լավ ուրախանանք։
Մեր մրցանակները ես հիմա կտամ մեր հաղթողներին։ Սա քեզ։ Շնորհակալություն։ Սա քեզ, Ագնես։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Մերսի շատ։ Ոնց։ Օրինակ ոնց լի։ Monk 3-ի YouTube-յան ալիքով խելքից դուրս խաղներ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, սեղմել զանգակի կոճակը, լայքել եւ ընդհանրապես անխնա տարածել։ Կարող եք մեզ հետևել բոլոր սոցիալական հարթակներում։